Տոտալ գաղտնալսումները, դրանցով շանտաժը և դրանց հրապարակայնացումը որպես կանոն բերում են անասնական մթնոլորտի և անձնական ողբերգությունների պարտադրող անասնականացմանը, պետք է հակադրվել մարդ և քաղաքացի լինելով, գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, երբ արդեն քանդել ես պետական զսպող ինստիտուտները, ունես բացարձակ իշխանություն, ունես քո ամեն ասածն անողներ և չունես անձնական ստոպեր, շատ հեշտ է կորցնել իրականության և չի կարելիների սահմանը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դա միշտ բերում է մարդկային ողբերգությունների և այլանդակ դեգրադացիայի։ Մինչդեռ խնդրի արմատները պետք է գտնել ավելի խորքում։ Գաղտնի ձայնագրություններն ու նկարահանումները դարձել են հայկական իրականության անբաժանելի մասը։ Ամեն օր գործեր են հարուցում տարատեսակ գաղտնի ձայնագրությունների հիման վրա, արատավորում մարդու անունն ու հեղինակությունը տարատեսակ տեսանյութերով։ Ստացվում է, խախտվում է ևս մեկ կարմիր գիծ, խախտվում է անձնական տարածքի ու կյանքի սահմանը։ Որոնք են տարածվող ձայնագրությունների հակառակ կողմը ռեպորտաժում։